ձեզ, ողջունում եմ բոլորին։ Իսկապես այսօր հավաքվել ենք շատ կարևոր եւ արդիական մի թեմա քննարկելու համար, էներգետիկա անվտանգություն եւ որտեղ է գտնվում այսօր աշխարհը եւ միգուցե որտեղ է գտնվում Հայաստանը այսօր այդ գլոբալ միտումների կամ տենդենսների մասով եւ մենք փորձենք զանգեզուրի տեսանկյունից ներկայացնել դա մեր սալիկա հանդեսում եւ ընդհանուր էներգետիկ փոխակերպման մասով այստեղից սովորացրեցին ուրեմն սկսենք մեր այսօրվա սալիկա հանդեսը այս նկարով որտեղ հետաքրքիր ինտերվյու տալի լրագրողները մոտավորապես հենց հարց տվեցին ինչ կապ ունի էներգետիկ անվտանգության հետ կամ էներգիայի այս փոխակերպման դարաշրջանում հանքարդյունաբերությունը հենց պատասխանը շատ բարձր է ուղղակի եւ այս նկարը միգուցե շատ հենց ինքն իրան չնկարագրի, բայց փորձեմ խոսքերով օգնեմ արդիկ խոսում են այսօր վերականգնող էներգետիկայի մասին եւ այլն մոռանալով որ առանց հանքարդյունաբերության դա անհնարին է այսօր պատկերացնել հին հունական խոսք կա որ ասում են ինչ հողից չի աճում հողից հանվում է եւ այսօր մեր կյանքը առանց հանքարդյունաբերության իսկապես անհնար է պատկերացնել այլ հարցը թե ինչպես պետք է իրականացնել այդ գործունեությունը ինչի մասին կխոսենք Տեսեք, օրինակ բերենք մեր բոլորի կյանքում հենց հեռախոսներ, որ մենք օգտագործում ենք մոտ 35-ից 40 մետաղ է օգտագործվում, օրինակ մեր սմարթֆոններում, չասենք մեր ամենօրյա օգտագործման բոլոր սարքերում, հեռուստացույցներ, չգիտեմ, մոդլափոխիչներ, մեքենաներ, դանակ, պատարակախ, չգիտեմ, այսինքն են ամեն ինչը պատուհան, ակնոցներ, որից մենք նայում ենք, փորձում ենք ավելի լավ տեսնել, այսինքն դա մետաղական թե ոչ մետաղական հանքարդյունաբերության արդյունքում այսօր մենք հասել ենք ինչ-որ մի վիճակի, այսօրվա ցիվիլիզացիան անհնարին էր պատկերացնել առանց հանքարդյունաբերության, որը նաև այսօրվա մետաղի պահանջարկը ստիպում է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել շրջանաձև կամ circular economy տնտեսությանը, ինչը միտված է իրերը, սարքերը նախ առաջի հերթին ավելի երկար եւ ավելի խնամքով օգտագործելու Եվ որ նրանք շարքից դուրս են գալի, նրանք վերաօգտագործելու կամ վերամշակելու ուղղված եւ օրինակը բերենք օրինակ Apple-ի վրա, որը փորձում է իր գործունեությամբ ապացուցել, որ օրինակ մի տոննա վերամշակված հեռախոսը իր արժեքով այսօր մի տոննա հանքաքարից ավելի արժեքավոր է։ Իհարկե ծավալները անհամեմատ են, բայց որպես պատկերացում, հա, որ պատկերացնեք ինչքան հնարավոր է վերականգնել օրինակ ոսկի մի տոննա iPhone վերամշակելուց, դա ավելի արժեքավոր է, քան մի տոննա հանքաքարը։ Պղնձի պահանջարկը այսօր Հայաստանը ինչով է առանձնանում, հայելի էներգետիկ փոխակերպում, իմ գործընկերոջից մի երկու սլայդ գողացել եմ, որ այսօր ավելի պատկերով ունի մեր ներկայացումը Առանց պղնձի, առանց հանքարդյունաբերության իհարկե անհնարին է պատկերացնել այսօրվա աշխարհը, մեր ցիվիլիզացիան, իսկ էներգետիկ փոխակերպումը առանց մի քանի մետաղի պարզապես անհնարին է եւ մասնավորապես պղինձ, ինչով է պղինձը կարեւոր, որտեղ Հայաստանում պղինձ կա, հա, պղինձ կա, պղինձ այսօր մեր երկրի ծավալների համար բավականին շատ է եւ Պղինձը այսօր այդ էներգետիկ փոխակերպման հետևանքով կան կոնկրետ պրոգնոզներ, որ մինչև 2035 թվականը կրկնապատկվի, ասեմ ձեզ, որ սա համեստ պրոգնոզ է, իրականում կան այլ բաներ, որ ավելի շատ է լինելու, մենք օրինակ որոշ ժամանակ առաջ մի հատ կոնֆերանսի էինք միջազգային որտեղ պայմանականակ լիթիումի համար այսօրվա մեր տենդենսները գլոբալ բավարարելու համար առնվազն 60 նոր հանքավայր է պետք հայտնաբերել մոտակա 5 տարվա մեջ, որ այս էներգետիկ փոխակերպումը մենակ լիթիումի պահանջարկը կարողանա բավարարի։ Լիթիում չունենք, բայց ունենք պղինձ, որը մեծ հնարավորություններ է ստեղծում եւ չօգտվել այդ հնարավորություններից մեր կարծիքով շատ սխալ կլինի։
Տեսեք, այնտեղ կա դեֆիցիտի մասին ենք խոսում, ստեղծվելու է դեֆիցիտ, այսինքն այսօր ավելի արագ է սպառվում կամ օգտագործվում պղինձը, քան եղած հանքավայրերը խոշորացվում են, հա, մասշտաբերովին է տեղի ունենում, կան եւ նորերը հայտնաբերվում են, այսինքն այն արագությամբ, քան որ նորերը հայտնաբերվում են կամ եղածները մեծանում են, դեռևս բավարար չի, կա դրական միտում, բայց այդ միտումը միևնույն է մոտակա տարիների ընթացքում մինչև 9 միլիոն տոննա դեֆիցիտ է ստեղծելու եւ դա ազդելու է բնականաբար ցանկացած դեֆիցիտ ազդում է գնաճի վրա։ Հիմա այս ամեն ինչը իհարկե շատ կարևոր է, բայց ոչ մի կերպ չի արդարացնում անպատասխանատու կամ ոչ պատասխանատու հանքարդյունաբերությունը, որտեղ դրա հետևում պահկվել իհարկե չի կարելի, որ սա կարևոր է, դրա հաշվին եկեք մենք մեր գործունեությունը կազմակերպենք սխալ, հա։ Տարիներ առաջ սահմանում եղավ ինչ բան է կայուն զարգացում, դասական սահմանումը, եկեք այսօր կազմակերպենք մեր բնօգտագործումը այնպես, հա, որ ապագա սերունդներին ինչ որ բան մնա, հա, մի քիչ ավելի լեզվով ասած, դրանից հետո հաջորդեց դա ոնց անենք, ինչ անենք, տենց կայուն զարգացման նպատակներ, հա, մարդիկ օրինեցին, եւ հիմա մնաց հարցը, այսինքն մենք գիտենք ինչու, եւ դա կայուն զարգացումն է, իսկ ոնց դա անել, ինչպես դա անել, այդ հարցին պատասխանում է ESG-ն, որովհետեւ նա հստակ չափորոշիչներ է սահմանում, որը թույլ է տալիս հանքարդյունաբերողին կամ ցանկացած գործարարի, եթե նա ունի բացասական ազդեցություն շրջակա միջավայրի, սոցիալական եւ այլն, չափորոշիչներ սահմանել եւ տարեց տարի կամ որոշակի ժամանակաշրջանում հատվածում դրանց հետևել։ Մեր ոլորտը ինչ ստանդարտներով է աշխատում, իհարկե յուրաքանչյուր երկիր ունի իր կանոնադրությունը եւ դա առաջի ձեր պատասխանատվությունն է մեր մասնավորապես այդ համապատասխանել տվյալ երկրի օրենսդրությանը, բայց նաև կա աշխարհ, որի հետ դու պետք է այսօր նույն լեզվով խոսես, հա, իսկ նույն որ քեզ հասկանան, որտեղ այսօր հանքարդյունաբերությունը իր ապրանքը սպառում է սահմաններից դուրս եւ դա լավ է, հա, բայց սահմաններից դուրս նշանակում է միջազգային լեզվով խոսել, միջազգային լեզվով խոսելու համար կան միջազգային ստանդարտներ, ամենահայտնիները դա իհարկե միջազգային ֆինանսական կորպորացիայի կատարողականի ստանդարտներն են, չափորոշիչները, ICMM միջազգային խորհուրդն է մետաղների եւ հանքանյութերի Լոնդոնում է գտնվում միջազգային կազմակերպություն է, ինքն է շատ առաջամարտիկ եւ առաջադեմ հենց ստանդարտների կիրառման մասով եւ իր այդ պրինցիպները այսօր լայն տարածում ունեն, ընդհանուր առմամբ այսօր մեր ոլորտը կոնսոլիդացվում է մեկ ընդհանուր ստանդարտի շուրջ, որը հենց այդպես էլ ուղղակիորեն կոչվում է կոնսոլիդացված ստանդարտներ, շուտով կհրապարակվի, հիմքում ընկած են IFC-ին, ICMM-ի ստանդարտները եւ վերջերս շատ լայն տարածում գտած բառացի թարգմանած բանը, պղնձի նիշը, the copper mark-ը, այդ իրեքը իրար հետ կոնսոլիդացված ստանդարտներ եւ դա ժամանակի հարց է, կարող ենք այսօր ընտրել եւ համապատասխանել դրան, եթե չէ շատ մոտակա եւ տեսանելի ապագայում դա կլինի արդեն անհնարին չէ համապատասխանելը։ Հիմա այս որտեղ ենք մենք որպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որպես առաջի հարկատու կայուն զարգացման տեսանկյունից գտնվում, ընդհանուր ինչ վերջի տարիներին ինչ ենք արել, որ մի քիչ լավ զգալու կամ հպարտանալու առիթ է տալիս, դա մենք զարգացրեցինք, կային, որ ավարտի հասցրեցինք, բայց հիմնականում լրիվ կարելի ասել զրոյից նոր քաղաքականություններ մշակեցինք եւ տնօրենների խորհուրդը դա հաստատեց եւ հիմա մեր կազմակերպությունը բոլորը առաջնորդվում են դրանով, դա հենց այն ոնց որ անգլերենից թարգմանած համար 1 փաստաթղթերն են կամ առաջի բանի հարթակի փաստաթղթեր են, որոնցով մենք պետք է առաջնորդվենք։ Նրանից բխող արդեն ընթացակարգեր պետք է մշակվի, կառավարման պլաններ, բայց դա այն բարձրագույն փաստաթղթերն են, որ մերպես կազմակերպությունները ոչ թե ցանկալի, այլ պարտավոր են ունենալ եւ հետո համապատասխանել իրենց տված
հրապարակային խոսքին։ Մենք առաջինն ենք այս պայի դրությամբ եւ հույսով ենք սա երկար չի մնա, մեր շարքերը կհամալրվեն այլ կազմակերպություններ, ոչ միայն հանքարդյունաբերական կազմակերպություններով, այդ ԲՍԿ կատարողականի հաշվետվողականությամբ կամ կայուն զարգացման հաշվետվությամբ առաջինն ենք ոչ թե իմաստոր առաջինն ենք հրապարակել Հայաստանի պատմության մեջ, բայց վերջի տարիներին առաջինն ենք, որ հետևում է միջազգային այն ամենաընդունված ստանդարտներին, ինչ վերաբերվում է կայուն զարգացման հաշվետվողականությանը եւ չենք բավարարվում, ամեն տարի փորձում ենք նոր արարություն մտցնել, ուզում էինք այս տարի TNFD-ով անեինք, ցավոք սրտի չհասցրեցինք, բայց հաջորդ տարին շատ լավ համընկնում է COP17-ին, հենց TNFD-ի մասով մեր կայուն զարգացման հաշվետվությունը կհամալրվի։ Ձեռքբերումների մեջ մեծ ռեֆորմներ ենք արել, տարեկան մի քանի հազար տենդեր է անցկացվում, նման բան աննախադեպ է, համենայն դեպս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմության մեջ, անվտանգությունը, իմ գործընկերները գիտեն ինչ կարևոր տեղ է դա զբաղեցնում, որտեղ ուղղակիորեն կապ ունի մարդու կյանքի կամ կյանքի որակի հետ, այստեղ մեր կարծիքով բավականին տեսանելի արդեն առաջընթաց ունենք, բայց իհարկե երբեք որևէ առաջընթաց այս ուղղությամբ բավարար չի կարող համարվել։ Մոնիտորինգային ամբողջ մոնիտորինգի ոնց ասեմ, կարելի ասել 0-ից արվել է, որովհետև շատ սարքավորումներ իհարկե արվում էր բավականին բարձր որակի մոնիտորինգ, բայց արդեն բայց բավարար չէր։ Նոր այս միտումներին իհարկե դա բավարար չէր եւ մենք դա շուտ գնահատեցինք եւ ամբողջությամբ կարելի ասել թարմացրեցինք ամբողջ մոնիտորինգային համակարգը, ջրեր, հողեր, օդ, ամեն ինչ եւ մեր կայուն զարգացման հաշվետվության մեջ դա բավականին մանրամասն արտացոլված է։ Մեծ խնդիր է իհարկե բոլոր հանքարդյունաբերողների համար, մասնավորապես Հայաստանում փոշու կառավարումը, որովհետև Հայաստանն այն երկիրն է, որ հանքարդյունաբերական ակտիվները գտնվում են համայնքի կամ մեջ, օրինակ Քաջանի պես, կամ համայնքին բավականին մոտիկ, այսինքն փոշու կառավարումը ոչ միայն անվտանգության հարց է, այլ նաև սոցիալական խնդիրներ է առաջացնում։ Մեծ առաջընթաց ունենք նաև այնտեղ, բայց հենց դեռևս մեծ գործ կա անելու, ու տեն շարունակ ընթացիկ ռեաբիլիտացիա, այսինքն չի կարելի սպասել մինչև վերջին, որտեղ հնարավոր է պետք է վերականգնել եւ ամենակարևորը իհարկե թափանցիկություն, որտեղ առանց թափանցիկության այսօր անհնարին է այս ոլորտը պատկերացնել։ Հիմա փորձեմ այս վերջի սլայդն է, փորձեմ ասեմ, այդ ինչ կարծրատիպեր կան, ոնց են մարդիկ վերաբերվում հանքարդյունաբերությանը, սովորաբար վատ, հա, այդ մեր ոլորտի համար մեկ խնդիրներից է, որ հենց հարց է տալի հանքարդյունաբերություն, առաջի հերթին դա բնապահպանական աղետներ, կատաստրոֆա, քաղցկեղ, չգիտեմ ես ինչ, հենց բոլորս դև ենք, կամ վատ մարդիկ եւ այլն, եկել են կորպորացիաները կուլ տալու խեղճ մարդկանց։ Իրականում այսօր կա չափորոշիչներ, կոնկրետ մետրիկա, որը գոնե մասամբ թույլ է տալիս մեզ մի քիչ այլ կերպ հանդես գալու, չգիտեմ հաթոռները թույլ են տալիս լրիվ տեսնելու թե չէ, մի քիչ խանգարում են, երևում է։ Տեսեք, այս Standard & Poor կազմակերպության ESG ռեյտինգն է, հա, որ միգուցե շատերը կզարմանան, այս տարի արդեն մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու, նույնիսկ Mining Armenia ֆորումում մեր գործընկերը Մելքոմեն Արմենը նմանատիպ սլայդ ներկայացրեց։ Այս կողմը անվանի շատ խոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններ են, հանքարդյունաբերության ներկայացուցիչների համար նորություն չեն այս անունները, բայց ես վստահեցնում եմ, որ խոշորագույն կազմակերպություններ են գլոբալ, Բարիք Նյումոնտը, Ոսկիա, Anglo American Freeporter, Պղինձ եւ այլ մետաղներ, շատ խոշոր կազմակերպություններ են եւ սա իրանց ESG ռեյտինգներն է, հա, 58 ամենաքիչն է Բարիք, ինչի իսկապես ինձ զարմացնում է, որտեղ այլ ռեյտինգներում ինքը համարվում է միջինից բան, S&P-ի միջինը մոտավորապես 36 է, եթե հիշողությունից չի դավաճանում, այսինքն միջինից բավականին բարձր է, բայց 58։
Նյումոնտը 78, որը մի փոքր փորձ ունեց է Հայաստանում, մոտ 2-3 տարի աշխատելու, Anglo-American-ը 73 եւ Freeport McMoran-ը, որը խայտարակ մեծ կազմակերպություններ չափերով, խայտարակ լավ իմաստով, իրենք 69 եւ կողքը տեսեք Danone 52, Walmart 50, որ ականջա հաճո անուններ են միգուցե, հա, որ մտնում եք սուպերմարկետ բան կամ Walmart սուպերմարկետով համանևում եղել է կամ մտնում եք սուպերմարկետ Danone եք գնում, իրանք իրենց ESG ռեյտինգով բավականին զիջում են ոսկի հանքարդյունաբերողներին մասնավորապես, որոնք ցիանիդ են օգտագործում ոսկի կորզելու համար, Henkel-ը, Schwarzkopf, Barber-ի վստահ եմ շատերը կուզենան այդ շալից ունենան կամ ինչ-որ բան Barber-ից, բայց իր ESG ռեյտինգով ինքը էականորեն զիջում է հանքարդյունաբերողներին, այսինքն այդ կարծրատիպը իրականում այդպես չէ, պատասխանատու հանքարդյունաբերողը էականորեն իր որակով, կորպորատիվ մշակույթով տարբերվում է լավագույն բրենդերից լավ իմաստով, հիմա մնում է մեզ մեծ գործ անել, որ այդ մեսիջը առանց ջղայնանալու հետևողականորեն հասնել մարդկանց, նույնիսկ նաև օգտագործելով նման հարթակներ։ Շնորհակալություն լսելու համար, եւ հարցեր եթե կան, սիրով ես թե ֆորմատը հարցեր չի նախատեսում։ Հարցերը հետո, շնորհակալություն։